Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացի է ինքնասպան եղել, ինչ հանգամանքներում է նա հայտնվել հոգեբուժարանում։ Լոռու մարզում ոստիկանությունը ձերբակալել է 10 քաղաքացու, որն է պատճառը։ Պետդումայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է 45%-ով, ինչպես կազդի դա տնտեսության վրա։ Շինարարական աշխատանքների հետևանքով փոխվում է գետի հունը, ինչ ահազանգեր են հնչում Լոռու մարզից։ Գազայում շարունակվում է լարվածությունը, որ պաշտոնյան է հայտնվել Իսրայելի թիրախում։ Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալված է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով մահացածը Արմեն Հովանեսյանն է։ Նրա նկատմամբ քննչական կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ ընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածով։ Ըստ աղբյուրին նրան դեռ մեղադրանք չէր առաջադրվել, սակայն նա ուներ ձերբակալվածի կարգավիճակ եւ պահվում էր նախ ձերբակալվածների պահման վայրում, ապա տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժարան։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել ինքնավնասման դեպք եւ չնայած բժիշկների շտապ արձագանքին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Լոռու մարզում եւս արձանագրվել է նախընտրական քարոզարշավի հետ կապված միջադեպ։ Ազատություն ռադիոկայանի տեղեկություններով Տաշիր խոշորացված համայնքի Մերձավան եւ Նորաշեն բնակավայրերում ոստիկանությունը ձերբակալել է 10 քաղաքացու քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ այդ հատվածում քարոզարշավ էր իրականացնում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած թիմը։ Ինչպես հասկացաք, նախընտրական քարոզարշավը շարունակում է մարզային այցերով ու հանդիպումներով։ Քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, փորձելով համոզել ընտրողին, որ հենց իրենք կարող են լուծել երկրի խնդիրները։ Օրինակ, երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շրջել է Երևանի կենտրոնում։ Շրջայցի ընթացքում որոշ քաղաքացիներ մոտեցել են նրան, լուսանկարվել, սակայն դժգոհությունների ու քննադատությունների պակասել չի եղել։ Բարև ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտեղ ես տեսա։ Ոչինչ, լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ու ուզում եք տեսնել։ Հաջողություն եմ մաղթում։ Ուղղակի բոլորը սիմանանք, բոլորը քվեարկելով մի քիչ տարածքներ անցնելու։ Ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին լինել չի կարող։ Բայց մեր տարածքին ասեք, որ տարածքն է, որ ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի, Ոչ միայն Արցախից, Արցախից չէ վրա։ Շնորհակալ։ Մերսի Ժորժ ջան։ Շատ շնորհակալ եք մեր հյուրասիրությամբ։ Ասանքս երկրորդ անգամ կատարին, նկարում ենք երկրորդ անգամ տարում, վարչապետի կալյաց ես գրկել։ Մենք ձեր հետ ենք։ Շնորհակալ եմ։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել նաև այն վարորդներին, որոնք նախկինում տարբեր խախտումների, այդ թվում ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից։ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք հնարավորություն կունենան առանց նոր քննության վերականգնել վարորդական իրավունքները։ Որ տարին բան արիք, որ պահին վերականգնվեց, այդ տարվա համար վերականգնված վարորդին տրվում է ոչ թե 13 բան, այլ տրվում է 6 բան։ Իրոք է սպասեք, եթե այդ մի տարվա ընթացքում չի զրկվում, բանից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական լիարժեք ռեժիմի, այսինքն 13 բալով։ Մի րոպե։ Եթե այս 13 բանից հետո էլի ինչ-որ պատճառ զրոյանում է, այսինքն զրկվում է, դրանից հետո արդեն ոչ մի տարբերակ չկա, առանց քննության հնարավոր չի լինում վերականգնել։
Օրվա ընթացքում Փաշինյանը խոսել է նաև արտաքին քաղաքականությունից։ Նա հայտարարել է, որ Հայաստանը այլևս թույլ չի տա, որ արտաքին ուժերը երկիրը օգտագործեն իրենց շահերի համար։ Ապա քննադատել է ՀԱՊԿ-ին եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին։ Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետքա չէ երաշխավորներ ունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երաշխավորների թեման իրականում շատ զգայուն թեմա է մեզ համար, ինչու, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, որ մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ որ մենք ունենք պայմանագրային դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետքա պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը ըստ էության շատ բաց եւ թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելարուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներից։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Եվ գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել պարզապես չի կարելի։ Մենք ասում ենք, մենք ի վերջո պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփոթեն։ Իդեպ վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունների թեման կոշտ երանգներ է ստացել եւ այդ ֆոնին Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների տնտեսական կողմին անդրադարձել է Պետդումայի նախագահը։ Նա հայտարարել է, որ 2025 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քան 45%-ով, իսկ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է երկրի տնտեսությանը հասցնել միլիարդավոր դոլարների վնաս։ Փորձագետների գնահատականներով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է արժանալ երկրի ՀՆ-ի 15-ից 20%-ի կորուստ, առնվազն 5 միլիարդ դոլար։ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին խոսակցությունների ֆոնին մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45.4%-ով, եւ այս բացասական միտումը պահպանվում է։ Բացի իրացման հսկայական շուկա մուտք գործելուց, Հայաստանը արտոնություններ է ստացել էներգետիկայի ոլորտում։ Մեր երկիրը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարով։ Այդ նույն ժամանակ Եվրոպայում գինը կազմում է 633 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի արտահանման 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Իշխանության հայտարարություններին արձագանքել է նաև ընդդիմությունը։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Արարատի մարզում հայտարարել է, որ իշխանությունը սեփական սխալների պատասխանատվությունը փորձում է բարթել Ռուսաստանի վրա։ Քոչարյանը նաև նշել է, որ բոլոր հնարավոր աղետները Հայաստանի գլխին բերելուց հետո իշխանությունը հիմա էլ գնում է ժողովրդին սովի մատնելու ճանապարհով։ Այս մարդիկ, այս իշխանությունը էլ ինչ պիտի անի, որ Հայաստանում չմնա գոնե մեկ մարդ, որը իրենց աջակցի։ Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, արեցին։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին։ Տվեցին 5000-ից ավել զոհ, վիրավորներ, հողեր։ Հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տվին։ Հիմա էլ ինչ կարող են անել։ Երևի մնացել է մեկ բան է, ժողովրդին սոված թողել։ Հիմա այդ ճանապարհն են բռնել։ Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ։ Այ մարդ ինչ ունեք մեծ երկերը հանգիստ թողեք։ Իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին։ Հաշվի չառնելով, թե ինչքան է մեր տնտեսությունը կախված այդ երկրի հետ։ ԵԱՏՄ-ի ընդհանրապես համակարգի հետ։ Հիմա մենք ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում ապրել ընդհանրապես, չունենալ բարեկամ, չունենալ դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի հետ, Ալիևի կմաճույքի հետ, սա ենք մենք ուզում։ Նայեք, երբ մենք մեղադրում ենք իրենց, որ պատերազմ եք հրահրել եւ ավելի քան 5000 զոհ ենք տվել, ինչ են մեզ ասում։ Խի եք թիվ ավելացնում։ 5000 չի քիչ է, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թկամ պաշտոնյան։
Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը շարունակում են խոսել ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլև անվտանգության եւ խաղաղության մասին։ Արագածոտնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խաղաղությունը պետք է լինի ոչ թե բանավոր խոստումների, այլ հստակ գրավոր փաստաթղթի տեսքով։ Նա անդրադարձել է նաեւ գերիների խնդրին, սահմանային վիճակին եւ Ադրբեջանից հնչող հայտարարություններին։ Այսօր մեր ասենք թե տղաները, զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են ու մենք խաղաղություն ենք բերել։ Ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքեր նստած թելադրանքով մենք այդ բանի պես ապրում ենք, որ երբ ինչ պետք է ասեն, ինչ բան դնեն, կատարեն, եթե չէ պատերազմը։ Ասում են, տես բան չի եղել, ես ասեմ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կա ամեն ինչ էլ կա, որ Ալիևը ասում է, որ արագացեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի։ Տանկերով չեն գալու, գալ են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացեցիք, զորքը բերելու եմ շարեմ։ Որը դա ինստինկտյան ժողովուրդ ջան, ես ասեմ, ես այս երկրում ծնվել մեծացել եմ, այս երկիրը սիրում եմ, ինչ որ արել եմ, իմ երկրի համար ոլորտը լսել եք, տեսել եք, որ ոլորտը միայն մի ոլորտ սպորտն են վերցրել, որ ասենք թե 8 տարի մեդալ չեղե, սպորտմեն չեղե, սա գնացել է։ Այսօր միակ ոլորտն է երկում, որ կարաս հպարտանաս, ասես, բայց էլի իմ ուզածով չի, որ բոլոր գյուղերում սպորտ դպրոց պետք է լինի, որ երեխան փողոցից կտրվի։ Դպրոց եք սարքեղի գյուղերում, ասենք սպորտ դպրոց, որ երեխան փողոցից կտրվի, որ առողջ սերունդ ունենան։ Առաջնայինը, ես ասեմ, դպրոցին կառուցել լավ են արել, իհարկե անհրաժեշտ է, բայց հիմնականում պետք է լիարժեք ճիշտ օգտագործի գումարները։ Վերջին շրջանում մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում Լոռու մարզից եւ այդ ահազանգերի համաձայն Փամբա գետի որոշ հատվածներում ընթանում են շինարարական աշխատանքներ եւ դրա համար փոխվում են գետի հունը եւ վնաս հասցնում բնությանը։ Մեր նկարանող խումբը մեկնել է Լոռի հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում, ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը եւ ինչ են պատմում տեղի բնակիչները, տեսանյութում։ Վանաձորում քաղաքացին իր սեփական տարածք ստիպված է հասնել այսպես։ Փամբակ գետն է դուրս եկել ափերից ու լցվել քաղաքացու արտադրական տարածք։ Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք չորացնում են Փամբակ գետի հունը, շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնում, փոխելով գետի հունը։ Հետո ցամաքած տարածքի վրա շինարարություն են անում։ Արդեն հասցրել են կառուցել լցակայան, սննդի կետ ու լվա ինքդ։ Բացի օբյեկտից ուրիշ ինչ են սարքում։ Այդտեղ զապրավկայա մեկ է օբյեկտ է, իսկ հաջորդը, որ էլի սենց արել են, այդ M6-ից, որ հենց աչ եք թեքվում, պուճուր մոստիկ եք ասնում, ճիշտ է, հենց այդտեղ կանգնեք, այդտեղից էլ է երևում, ընդեղ էլ է էլի բենզակալոնկայա լվա ինքդ բանը, այդտեղ էլի լրիվ գետի վրա են եկել։ Սեփականատերը դիմել է իրավապահներին, քննչական կոմիտեն դեռ 1 տարի առաջ եկել է, նկարել է տարածքը, դրոնով հստակեցել կոորդինատներն ու հեռացել։ Քրեական վարույթ են նախաձեռնել, սակայն սա էլ տեղից չի շարժվում։ Այս հողը լրիվ դիցրածն է, սա չպետք է այն։ Որ հողը։ Այն է, որ երևի Փարիզից են կողմեն հողը։ Հա։ Այդ հողը արդեն դիցք է։ Այդ գետի վրա։ Գետի վրա է։ Ուլը մի 4 մետր իրանք սենց մաքրեցին յանի։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներում։ Երբեմն լինում են մարդիկ, որոնց մասին պատմելիս բառերը չեն հերիքում, որովհետև նրանք պարզապես ապրել չեն սովորեցնում, նրանք սովորեցնում են զգալ կյանքը։ Գաբին հենց այդպիսին էր, փոքրիկ աղջիկ, որի ծիծաղը կարծես դեռ մնացել է այն այգու արահետներում, որտեղով քայլում ու զրուցում էինք ես ու Գաբիի մայրը, Վարդուհին։ Այսօր Գաբիի պատմությունը գիրք է դարձել։ Իդեպ, գիրքը բերել եմ ինձ հետ տաղավար։ Գիրք, սիրո, պայքարի, ընտանիքի ու լույսի մասին։ Սա հակասական զգացումների պատմություն է, որտեղ ծիծաղն ու լացը անընդհատ հանդիպում են միմյանց։
Վարդուհին պատմում էր, որ Գաբին այնքան մեծ հավատ ուներ, որ երբ մարմնի որևէ հատված ցավում էր, հավատում էր, որ եթե Նարեկից կամ Աստվածաշնչից աղոթք կարդա, ցավը կթեթևանա, կանցնի։ Իրականում Գաբիի մասին կարելի է անվերջ խոսել։ Բայց եկեք հիմա տեսնենք, թե ինչ է պատմել Գաբիի մայրը, փոքրիկ Գաբրիելայի պայքարի, հիվանդության, անցած ճանապարհի եւ Գաբի գրքի մասին։ Երբ որ բժիշկը ասեց, «Էլ չենք կարողանում», ես ու հայրը պտտվեցինք ու Գաբին գոռացին, «Գաբ, դու բուժված ես»։ Ֆանտաստիկ բան էր, որովհետև մենք զգում էինք, որ ինքը բուժված է։ Ու ուզում եմ մի բան ասեմ, թե շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում։ Գաբիի մանկությունը անցել է հենց այս այգում, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին մեր աջ կողմում է, եւ եթե եղանակը թույլ էր տալիս, Գաբին քնում էր այստեղ, Գաբին քայլեց այստեղ, Գաբին աղոթում էր այստեղ, Գաբին ամեն թռիչքից առաջ լացում էր, որ ինքը պետք է հասցնի եկեղեցում լինի, Գաբին ասում էր, որ ինքը ուզում է երգի եկեղեցում։ Համայն հայության Գաբին է, Գաբրիելան, որի աղոթքի ձայնը կարծես մնացել է եկեղեցու լուր պատերի ներսում, ծիծաղը այգու արահետներում։ Ամեն գիշերին փոքրիկ Խենթուկը ասում էր. «Մամ, դե Նարեկ կարդա, որ քնեմ»։ «Մամ, Հաջան, լսի, մի հատ կնայես Նարեկի մեջ մատի համար աղոթք կա, ճկույթս ցավում է»։ Գաբին կյանքը սիրում էր անսովոր ուժով։ Նույնիսկ ամենածանր բուժումների, ցավի ու անքուն գիշերների մեջ նա կարողանում էր ժպտալ, ուժ տալ իր ընտանիքին ու իր կողքին պայքարող փոքրիկներին։ Կարծես ինքն էր մխիթարում բոլորին։ Երբեք չի օգտագործել բառը, հա, ես հիվանդ եմ։ Երբեք չի նեղվել նրանից, որ ինքը մազեր չունի։ Ինքը ասում էր, ես շատ սիրուն եմ։ Ես մեծ եմ, մայրիկներ, բայց ձեր երեխաներին բացատրեք, որ երբ որ տեսնում են ինձ նման երեխա, չգնան հարցնեն, ինչի դու մազեր չունես։ Ես կհասկանամ, բայց իրանք չեն հասկանա։ Մայրը, Վարդուհին ասում է, դեռ պայքարի առաջին օրերից զգում էր, որ մի օր գրելու է Գաբիի մասին։ Ոչ միայն նրա հիվանդության, այլ նաև նրա ապրելու ձևի մասին։ Նախ ես ի սկզբանե ուզել եմ գրել գիրք Գաբի պայքարը, երբ որ ես տեսա, ես ուղղակի զարմացած էի, ես չգիտեի, որ նման պայքար հնարավոր է։ Եթե ես այդ ժամանակ գրեի, իմ գիրքը լինելու էր շատ չար գիրք։ Գաբիի մասին գիրքը պարզապես պատմություն չէ։ Սա աշխարհը Գաբիի աչքերով տեսնելու հնարավորություն է։ Աչքեր, որոնց մեջ նույնիսկ ամենածանր պահին լույս կար։ Լույս, որը երբեմն ավելի ուժեղ էր, քան ցավը։ Այս գրքում ես ամփոփել եմ ամբողջությամբ Գաբիի մտքերը։ Թե ինչեր էր ինքը ասում, ինչ էր ինքը տեսնում, ոնց էր ասում, որ այնտեղ ցավ չկա, ոնց էր ինքը նայում կյանքին ու գոհանում ամեն օրով։ Ու այս գրքով ես խոսում եմ մեծ հավատքի մասին, իր ֆենոմենալ մտքերի մասին։ Այս գրքով ես ուզում եմ, որ մարդիկ չհուսահատվեն։ Ես չեմ ուզում, ինքն է ուզում, այս մտքերը ինքն է ինձ տվել, ես չէի կարող։ Իսկ ուզում էր Գաբին, որ իր պատմությունը մի օր գիրք դառնա, որ մարդիկ ճանաչեն իր անցած ճանապարհը, իր պայքարն ու իր լույսը։ Գաբ, կուզես ես դու գիրքդ գրես։ Ասեց չէ։ Այս ինչի Գաբի։ Ասեց, որովհետև շատ եմ ասել այս բառը, բայց էլի պետքա կրկնեմ։ Ասեց, որովհետև ես տեսնում եմ դուրսը, ես տեսնում եմ մարդկանց, իրանք չեն հավատում Աստծուն, ու իմ գիրքը կգցեն աղբը։ Բայց Գաբիի պատմությունը միայն էջերի վրա գրված հիշողություն չէ, այն այսօր էլ շարունակում է ապրել ուրիշ երեխաների կյանքում հույս դառնալով։ Գրքի ամբողջ հասույթն ընտանիքն ուղղելու է պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխաներին։ Գաբին 2 օր առաջ ես անդադար երեկոները մենք իրար կողք զրուցում էինք, ինքը ասեց, մամ, խնդրում եմ, կօգնեք երեխաներին։ Ու որոշեցինք, որ ընդլայնում ենք, կառուցում ենք այդտեղ Հաղարծին գյուղում հյուրատուն,
որի հասույթը ուղղելու ենք հենց պալիատիվ խնամք ունեցող երեխաներին եւ գրքից ստացված հասույթներ ենք ուղղելու։ Գաբի գիրքը միայն երեխայի պայքարի պատմություն չէ։ Սա նաև ամուր ընտանիքի, սիրո ու մեկը մյուսին աջակցելու մասին պատմություն է։ Վարդուհին ասում է. գրքի երկրորդ հերոսը Գաբիի հայրիկն է, Էմիլը։ Սա ի սկզբանե գրվում էր իր հայրիկի համար միմիային։ Ես ուզում եի, որ իմ շնորհակալությունը հայտնեմ, որտեվ ինքը շատ լավն է։ Ոչ մեկ չգիտի իր մասին, բայց ինձ թվում է աղջկա կյանքում ամենակարևորը մայրը չի, հայրն է։ Վարդուհին ասում է, ինքը հավատում է հրաշքների, բայց իր համար ամենամեծ հրաշքը ոչ թե պարզապես կյանքն է, այլ հավերժությունը։ Նայում եմ ծաղկած սպիտակ խաչա հավերժության նշանով, ասում եմ Էմիլ, թիվը, ասում է չկա։ Ասում եմ, բայց տվել էիր, չէ։ Ասում եմ, հա։ Ես չեմ կարծում, որ այսօր մարդ կա, որ հա ունի այդ շիրմաքարը վրան թիվ չկա վրան։ Մենք ասենք ինչ լավ է, թող չլինի, ինքը հավերժություն է։ Սա գիրք է հակասական զգացումների մասին։ Այստեղ ծիծաղն ու լացը անընդհատ հանդիպում են միմյանց։ Սա միաժամանակ անսահման ուժի ու անզորության, հավատի ու կորստի, ցավի ու սիրո պատմություն է։ Բայց նրանք, ովքեր արդեն կարդացել են գիրքը, ասում են, սա ծանր պատմություն չէ, սա ապրեցնող պատմություն է։ Պատմություն, որից հետո մարդիկ տուն են վերադառնում ու ավելի ամուր գրկում իրենց երեխաներին։ Շատերն ասում են, Գաբին իրեն սովորեցրել է ապրել, սովորեցրել է գնահատել ամենափոքր երջանկությունը, ամեն օրը, ամեն գրկախառնությունը։ Եվ գուցե հենց սա է այս գրքի ամենակարևոր առաքելությունը։ Ինձ գրում են անդադար, Գաբին տեսանք մեր երազում, ինքը խոսեց մեզ հետ, մենք բալիկ էինք սպասում, չգիտեմ, ինքը մեզ բուժման ժամանակ եկավ, մեր ավտոն հանկարծակի արգելակեց գիրքը կարդալուց, վթարային ֆանտաստիկ նամակներ ունեմ։ Մայրը հիշում է, նույնիսկ ամենածանր օրերին Գաբին չէր ուզում, որ իրեն խղճան։ Երբ վատ էր զգում, լռում էր, սպասում, մինչև նորից ուժ կհավաքեր։ Չէր սիրում ցույց տալ իր ցավը։ Ինքը ոչ խոսում էր, ոչ մեկի հետ չէր խոսում։ Սպասում էր, երբ որ ինքը կվերականգնվի, նոր ինքը սկսում էր խոսել թե քրոջ, թե տատիկի, թե մնացածի հետ։ Իսկ այն օրը, երբ բժիշկները փաստացի այլևս հույս չէին թողնում, Գաբին կարծես նորից որոշեց պայքարել, այս անգամ իր ձևով, լուռ, բայց ուժեղ։ Չի լինել 6 ամիս։ Բայց 2 ամիս կփորձեմ մեղմացնել, հա։ Հետո Գաբի աչքերում տեսա, որ սա հասկացել է ինքը։ Այսպես ոտքերը խաչեց, նստեց ու բարձր գոռաց. «Մամ, եթե մոդակը չի կարող, ես կարող եմ»։ Բայց Նյու Յորքում բժիշկների հերթական հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց։ Ընտանիքը որոշեց վերադառնալ հայրենիք։ Հենց այդ օրերին էլ Գաբիին հարցրեցին. «Ինչ է ուզում»։ Նա առանց երկար մտածելու պատասխանեց. «Շուն եմ ուզում»։ Գաբի անունը ինչ կդնենք։ Ասեց Աստղիկ։ Այն որ տանը շոկի մեջ են, ամուսինս ասում է Ավչարկա հովվաշուն Աստղիկ, հո դուք խայտարակ չեք։ Տղաս ասում է ես չեմ տանի իրան զբոսնելու, մամ, կասենք Աստղիկ։ Ասենք լավ, ասեցինք կներեք, լավ, կտարը հանում ենք, Գաբին չի Աստղի։ Ասեց մամ, ինքը ոստիկանական շուն է, իսկ իրանք ունենում են աստղեր։ Դրա համար ինքը պետք է լինի աստղի ու վերջ։ Իսկ Գաբիի աչքերով աշխարհը տեսնելու համար Գաբի գիրքը կարելի է ձեռք բերել Զանգա գրախանութների ցանցից, HiPost-ի բոլոր բաժանմունքներից, նաև My Book Store on-line հարթակից։ Գիրքը հնարավոր է պատվիրել աշխարհի ցանկացած կետից, դառնալով գաբիական լույսի շարունակությունը։ Լույսի, որը չի մարում նույնիսկ կորստից հետո եւ շարունակում է ապրել մարդկանց հիշողության, սիրո ու ապրելու կամքի մեջ։ Սվետլանա Պետրոսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Այսօր շատերի համար սոցիալական հարթակները դարձել են ոչ միայն ժամանցի, այլ նաև տեղեկություն ստանալու և կարծիք ձևավորելու հիմնական աղբյուր։ Հատկապես YouTube-ը, որտեղ ամեն օր հրապարակվում են հազարավոր տեսանյութեր քաղաքական, հասարակական ու վերլուծական թեմաներով։ Սակայն վերջին շրջանում ավելի հաճախ են բարձրաձայնվում մտահոգություններ ալիքների անհետացման, տեսանյութերի ջնջման և էջերի սահմանափակման վերաբերյալ։ Ով և ինչ սկզբունքով է որոշում, թե որ բովանդակությունն է թույլատրելի և այդ համակարգն արդյոք միշտ օբյեկտիվ է գործում, ինչպես է YouTube-ը որոշում, որ ալիքն է խախտում կանոնները, որը ոչ, հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Այսօր մարդկանց ձայնը երբեմն սահմանափակված է ալգորիթմներով ու պետության կանոններով, իսկ ով է որոշում ինչն է թույլատրելի սահմանում, իսկ ինչը ոչ։ Յուրաքանչյուր մեկ րոպեում YouTube-ում վերբեռնվում է ավելի քան 500 ժամ տեսանյութ։ Ակնհայտ է, որ մարդկային գործոնն անկարող է ամեն բան իր վերահսկողության տակ պահել։ Հենց այդ պատճառով YouTube-ն ունի կանոններ, որոնք կոչվում են համայնքի ուղենիշներ կամ ինչպես ասում են community guidelines։ Դրանք կանոններ են, որոնք արգելում են օրինակ ատելության խոսքը, բռնության կոչերը, ապա տեղեկությունը, հեղինակային իրավունքի խախտումները եւ այլ բովանդակություն։ Սակայն այստեղ առաջանում է ամենաբարդ հարցերից մեկը, որտեղ է ավարտվում վտանգավոր բովանդակությունը եւ որտեղ է սկսվում պարզապես անհարմար կարծիքը։ YouTube-ն ունի թե ավտոմատ, թե մարդկային մոդերացիայի համակարգ։ Ալգորիթմը օրինակ անդադար ստուգում է բովանդակությունը եւ եթե կարծում է, որ ինչ-որ բան կանոնի խախտում է, տեսանյութը կամ ջնջվում է, կամ ստանում է քիչ տարածում, կամ էլ ամբողջ ալիքը ստանում է ծանուցում, ինչպես ասում են strike։ Այդպիսի 3 ծանուցման դեպքում ալիքը փակվում է։ Կա եւս մեկ մեխանիզմ, որի մասին շատ քչերն են խոսում՝ mass reporting։ Սա այն դեպքն է, երբ բազմաթիվ մարդիկ կարճ ժամանակում բողոքում են նույն ալիքի կամ տեսանյութի դեմ, այս դեպքում ալգորիթմը ավտոմատ արձագանքում է։ Եվ ահա այս դեպքում, երբ խումբը կազմակերպված նույն ժամին բողոքում է նույն ալիքի դեմ, ապա այն կարող է կասեցվել, ոչ թե այն պատճառով, որ բովանդակությունը կասկածելի է, այլ այն պատճառով, որ ծրագիրը կարծեց, թե խնդիր կա։ Եվ դա ամենամեծ ու լուրջ բացն է համակարգում։ Սակայն ամեն ինչ ավելի է բարդանում, երբ ընդհանուր պատկերին ավելացնում ենք կառավարությունների ու պետությունների դերը։ Կարող են պետությունները դիմել YouTube-ին։ Պատասխանն է այո։ Եթե կառավարությունը կարծում է, որ ալիքը խախտում է օրենքը, սպառնում է ազգային անվտանգությանը կամ նվաստացնում է պետության արժանապատվությունը, ապա YouTube-ը գործին ընթացք է տալիս։ YouTube-ը ինքն է ամեն կիսամյակ հրապարակում թափանցիկության զեկույցներ, որտեղ ներկայացված է, թե որ կառավարությունն ինչ պահանջ է ներկայացրել։ 2025-26 թվականի տվյալները դեռ մշակվում են։ Google-ի թափանցիկության տվյալները ցույց են տալիս, որ բովանդակության հեռացման հարցումների պահանջով 2020-ից 24 թվականներին Հայաստանի կառավարությունը ներկայացրել է 7 հարցում, որոնք հիմնականում առնչվել են հեղինակային իրավունքների եւ անձնական տվյալների պաշտպանության հիմքերին։ YouTube-ը հայտարարում է, որ ուսումնասիրում են նման դիմումները եւ գործում տվյալ երկրի օրենքների շրջանակում։ Սակայն այստեղ կրկին զգայուն հարց է առաջանում. եթե որևէ իշխանություն հայտարարի, որ տվյալ բովանդակությունը վնասում է պետությանը, դա բավարար հիմք կարող է դառնալ ալիք փակելու համար։ Վերջին ամիսներին Հայաստանում մեդիա եւ բլոգինգի դաշտում YouTube-ի ալիք փակելու մի քանի դեպք է եղել։ Վերջին թարմ օրինակը 24 News-ի YouTube-ի ալիքն էր, որը երկար բանակցություններից հետո վերադարձվեց։ Ես վստահ եմ, որ սա իրականացվել է Երևանից պատվերով, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը դեռ շարունակվելու է, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կապ ունի ընտրությունների հետ, ես վստահ եմ, որ այն անոնսավորված հիբրիդային հարձակում կոչեցյալը կամ պատերազմ կոչեցյալը, որի մասին խոսում են մեր իշխանությունները, դա հատուկ անոնսվել էր, որպեսզի դրանով հետագայում ում ուզեն եւ ինչ ուզեն անեն։ Մոտ 2 շաբաթ առաջ էլ YouTube-ից հեռացվեց Զինքի YouTube-ի ալիքը, որտեղ հեղինակը Անի Առաքելյանը պատմում էր պետության ու պատմության էջերի մասին։ Ավելի ուշ հեղինակը հայտարարեց, որ ազգային հարթակի YouTube-ի ալիքի փակման վերաբերյալ իրենց կասկածներն անհիմն չէին։ Խնդիրը տեխնիկական չէր, կատարված է հիբրիդային պատերազմի դրսևորում է եւ ոչ արտաքին թշնամիների կողմից։ Մեզ համար դա ընդհանրապես հերթական հիշեցումն էր, որ երբ ազգային միտքը սկսում է ազդեցություն ունենալ, այն սկսում է նաեւ անհանգստացնել, խանգարել։ Իսկ ում էր ձեռնտու այն արգելափակել, եթե դրանում չկա բռնություն, չկա բռնության կոչ, չկա թշնամանք։ Ում էր ձեռնտու այս ամենը։ Բնականաբար ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, ովքեր կարծես թե արդյունավետ համագործակցում են։ Ստացվում է մի կողմից հարթակները փորձում են պայքարել վտանգավոր բովանդակության դեմ, մյուս կողմից աճում են մտահոգությունները, որ ալգորիթմներն ու փակ որոշումները կարող են սահմանափակել նաև խոսքի ազատությունը։ Իսկ վերջում հարց է առաջանում. մեր ժամանակներում մարդկանց ձայնը լռեցնում է պետությունը, թե ալգորիթմը։
Հենց այս ֆոնին Հայաստանում գործարկվեց նաև YouTube-ի մոնետիզացիան, ինչը նշանակում է, որ հայ օգտատերերն արդեն կարող են իրենց տեսանյութերից պաշտոնապես եկամուտ ստանալ։ Սա նոր հնարավորություն է թե բլոգերների, թե լրատվամիջոցների համար։ Շամշադինցի Գոհարը այդ մարդկանցից մեկն է։ Նա սկզբում տեսանյութերը նկարում էր պարզապես արտերկրում ապրող քրոջ համար, բայց այսօր արդեն նրա առօրյային հետևում է ավելի քան 100,000 մարդ։ Թե ինչպես սովորական գյուղական առօրյան դարձավ YouTube-յան բովանդակություն, ինչ կարող է փոխել մոնետիզացիան հայկական դաշտում եւ ինչ վտանգների մասին են խոսում մասնագետները, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Սինդրիկի, մանուշակի, կրակի վրա պատրաստած լոշի ու շամշադինի մասին է պատմում Գոհար Քոսակյանը YouTube-ի իր ալիքում։ YouTube-ի առաջին տեսանյութը 6 տարի առաջ է նկարել, արտասահմանում ապրող քրոջը ուղարկելու համար, բայց քույրը որոշեց, ինչպես ասում են, նոր գործ բացել Գոհարի համար։ Սկսեցինք YouTube-ում տեղադրել, բայց չէի պատկերացնում, որ իսկապես այդ ինչ կարող եմ անել այդտեղ, այսպես ասած, կամ կընդունվի ժողովրդի կողմից, թե չէ։ Ու առաջին հետևորդները, որ կային, ամեն մի հետևորդի հետ ասում էինք, վայ, մի հոգի էլ ավելացավ, տեսնես էսով ա, վայ, էսով ա, այդպես շատացավ, բայց շատ դժվար ճանապարհ է իդեպ, որովհետև մնացած սոցցանցերի նման ոչ թե ինձ YouTube-ն ունեմ դրա համար, այլ բոլոր ցանցերն էլ կան, ուղղակի այդտեղ շատ դժվար է հետևորդներ հավաքելը։ Գոհարը հիմա 112,000 հետևորդ ունի, շարունակում է YouTube-ում պատմել Շամշադինի մասին։ Չէի կարող գալ ու ձեզ հետս չբերել։ Շատ հյուրեր ենք ունեցել, ովքեր որ իսկապես կապ չունեն գյուղի հետ, բայց իրենց այդ հոլովակները նայելով հետաքրքիր է, եկել, գնացել ենք մեր անտառներում, մեր բնության գրկում, դե շատ սիրուն է Շամշադինի բնությունը, բոլորը գիտեն դա։ Ուղղակի պարզապես իրենց աչքով չեն տեսել ու իմ հոլովակների միջոցով ծանոթանում են մեր Շամշադինի ավանդություններին, մարդկանց, ապրելակերպին, ինչով ենք զբաղվում, ինչ ենք անում։ Գոհարի տեսանյութերում գյուղացու վերջ չունեցող աշխատանքներն ենք տեսնում, որոնք եւ անում, եւ նկարում է զրուցակիցս։ Տեսանյութեր նկարելն ու YouTube-ում տեղադրելը Գոհարի ստաբիլ աշխատանքներից մեկն է դարձել։ Հայաստանում YouTube-ի մոնետիզացիայի մեկնարկը, որքանով է ոգևորել նրան ավելի շատ տեսանյութեր տեղադրելու համար։ Ոգևորությունս իհարկե շատ մեծ էր, բայց ասեմ, որ եկամուտ ստանալու վրա դա այդքան էլ ազդեցություն չունի, որովհետև լավ աշխատում ես, լավ վաստակում ես, դա եթե թողեցիր ու ռեյտինգը իջնում է, դու ինչքան մի շաբաթ պիտի ամեն օր հոլովակ տեղադրես, որ էլի հասնես լավ եկամուտ կարողանաս ստանալ։ Բայց մոնետիզացիան Հայաստանում լինելը օգուտ է այն առումով, որ նախ արդեն մնացած երկրների պես այստեղ էլ կա դա մեկ ու մի քանի հնարավորություններ է բացվում, որոնցից դեռ ես չեմ օգտվել։ Իսկ ինչպես կարող են ընդհանրապես գումար վաստակել YouTube-ի մոնետիզացիայի շնորհիվ։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Պապյանը մի քանի կետ է առանձնացրել։ Անհրաժեշտ է ապահովել հետևյալ մինիմումները։ Տվյալները վերցրել եմ իմ Հայաստանում գրանցված ալիքից։ 500 բաժանորդ, 3 հանրային վերբեռնում 90 օրվա կտրվածքով, 3000 վավեր հանրային ժամ դիտում, անցած 365 օրվա կտրվածքով կամ 3 միլիոն շորս դիտում, անցած 90 օրվա կտրվածքով։ Սա հնարավորություն է նաև լրատվամիջոցների, անկախ լրագրողների համար որպես լրացուցիչ եկամուտ։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով վտանգներ եւս կան։ Ամենայն հավանականությամբ հիմա ինչ-որ շատ վատ որակի բովանդակություն կլծվի YouTube, որտեղ մարդիկ լսել են, որ կարելի է մոնետիզացվել, համար վատ բովանդակություններ մրցակցելու է լավ բովանդակության հետ, այնց որ բացասական հետևանքներ ունեն։ Ու պլյուս նաև հասարակ դիտողներ ստիպված լինելու ամեն օր ամեն վարքյան գովաց նայել։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը դեռ փետրվարին էր հայտարարել ծրագրի նախապատրաստական մեկնարկի մասին։ Ամիսներ անց մայիսի 11-ին YouTube-ի պաշտոնական բլոգն ու նախարարությունը հաստատեցին ծրագրի գործարկման մասին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսի մասին։ Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ վերջին օդային հարվածներից մեկի հետևանքով սպանվել է Համասի ռազմական թևի ղեկավար Իզալդին Ալ-Հադադը։ Իսրայելը պնդում է, որ Ալ-Հադադը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների կազմակերպմանը։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցը պատմական հաջողություն է անվանել։ Նրա խոսքով Պեկինի հետ ձեռք է բերվել կարևոր տնտեսական պայմանավորվածություններ, հատկապես ավիացիայի եւ էներգակիրների ոլորտներում։ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է ամերիկյան ընկերություններից մեծ քանակով ինքնաթիռներ եւ շարժիչներ գնել։ Սա ԱՄՆ նախագահի առաջին այցն էր Պեկին վերջին 9 տարվա ընթացքում։ Մինչ աշխարհում քաղաքական ու տնտեսական անորոշությունները շարունակվում են, միջազգային շուկաներում կրկին փոխվել են թանկարժեք մետաղների գները։ Վերջին շրջանի գնային աճից հետո ոսկու գինը նվազել են նաև արծաթի եւ պղնձի գները։ Միջազգային մյուս զարգացումները Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Մոսկվան եւ Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են պահպանում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիաբկովը։ Ամերիկացիների հետ բարձր վարչակազմի մակարդակով շփումները շատ ինտենսիվ են եւ շարունակական։ Այժմ մի իրավիճակ է, որտեղ կան երկխոսության բազմաթիվ խողովակներ, ասել է Ռիաբկովը։ Փոխնախարարը նաեւ չի բացառել Սերգեյ Լավրովի եւ Մարկո Ռուբիոյի միջև նոր շփումների հնարավորությունը նշելով, սակայն որ ժամանակացույցի վերաբերյալ համաձայնություն չկա։ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են երկարաձգել հրադադարը եւ անցնել նոր բանակցությունների նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգներն այն դեպքում, երբ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել պնդելով, որ դրանք չեն հակասում հրադադարի պայմաններին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համբերությունը Իրանի հանդեպ սպառվում է եւ չի բացառել նոր ռազմական քայլերը, եթե դիվանագիտական գործընթացը փակուղի մտնի։ Այդ հայտարարությունը հնչել է Չինաստան այցից հետո։ Թրամփ-Սի Ցինփին հանդիպումից հետո երկու կողմերը հայտարարել են, որ շփումները շարունակվելու են հատկապես Իրանի, Թայվանի եւ առևտրային հարաբերությունների շուրջ։ Այցը միջազգային մամուլը բնութագրում է որպես բարձր ռիսկային գագաթնաժողով։ Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նկատմամբ լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության համար։ 2022 թվականի հուլիսին մի քանի հասարակական կազմակերպություն դատական հայց է ներկայացրել նրա դեմ Խոշագջիի խոշտանգումների եւ անհետացմանը ենթադրյալ մասնակցության համար։ Մարդկության դեմ հանցագործությունների գործերով դատավորը այժմ կգլխավորի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ ներկայացված բողոքի հետաքննությունը, նշված է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության հաղորդագրության մեջ։ Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենա քաղաքի կենտրոնում մեքենան վրա երթի է ենթարկել հետիոտների 7 մարդ տուժել է, որոնցից 2-ը ծանր վիճակում են։ Ինչպես գրում են ԶԼՄ-ները, մեծ արագությամբ ընթացող մեքենան վրա երթի է ենթարկել Մայթեզրին գտնվող հետիոտներին եւ փորձել հեռանալ, սակայն անցորդները կարողացել են կանգնեցնել մեքենան, վնասազերծելով վարորդին, նրան հանձնել են ոստիկանությանը։ Հարձակվողը 30-ամյա տղամարդ է, Հյուսիսային Աֆրիկայի ծագումով Իտալիայի քաղաքացի։ Ժոզե Մորինյոն պատրաստվում է պաշտոնապես ստանձնել Մադրիդի Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնը 13 տարվա ընդմիջումից հետո վերադառնալով Բեռնաբեու։ Եվրոպական առաջատար մարզական լրատվամիջոցների համաձայն կողմերի միջև ձեռք է բերվել վերջնական բանավոր համաձայնություն եւ պորտուգալացի մասնագետը կստորագրի պայմանագիր մինչեւ 2028 թվականի ամառը։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եղանակի մասին։ Հանրապետության որոշ շրջաներում սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր սպասվում է 21-ից 23, իսկ երեկոյան 9-ից 11 աստիճան տաքություն։ Եվ մեկ մարզական լուր։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Սուրեն Իշխանյանը դարձել է մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակչում հայ ըմբիշը 8-2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ըմբիշին։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։